շատ եմ սիրում, էլի եմ գալու։ Դավիթի ժպիտը թաքցնում է մի ողբերգական պատմություն, որը ոչ մի երեխա չպետք է ունենար։ Լիդայի համար հայորդին մի տեղ է, որտեղ իրեն սիրում են, իր Արցախին հավասար տեղ է։ Լսստեղ գալիս նկարում եմ, պարում եմ, նստում եմ։ Այս երեխաները տարբեր պատմություններ ունեն, բայց նույնն է նրանց ճակատագիրը՝ կորուստ, որը չեն ընտրել, բայց որի հետ ապրում են ամեն օր։ Նրանք պատերազմներ են տեսել, բայց չեն տեսել իրենց հայրերին։ Նրանք մահվան աչքերին նայել ու շատ շուտ մեծացել են։ Նրանք եղբայրներ են կորցրել, նրանք մենակ են մնացել։ Մեծ բալիկս հաճախում է արդեն 2 տարի կլինի, հենց բացման օրվանից, իսկ երկրորդ բալիկս սկսել է հաճախել նոր։ Գրիգորին այստեղ ստացել է ամեն ինչ, իր այն շփումը երեխաների հետ, թե իր բացվածությունը առօրյայում, սիրով է հաճախում հայորդի կենտրոն, սիրում է բոլորին։ Երբ երեխան տեսնում է, որ ինքը մենակ չէ, իր նման կան շատ երեխաներ, որոնք իրեն հասկանում են եւ ջերմ կոլեկտիվ, որոնք միշտ պատրաստ են ամեն հարցում լինել թե մայրիկների, թե երեխաների կողքին, երեխաները գուցե գիտակցաբար չընկալեն այդ ամենը, բայց այդ սերն ու ջերմությունը նրանք շատ լավ են զգում ու գիտակցում, ընդունում են սիրով։ Հունիսի 1-ին ամբողջ աշխարհը խոսում է երեխաների իրավունքների պաշտպանության մասին։ Այս երեխաների համար ամենակարևոր պաշտպանությունը սերն է, հոգատարությունը եւ պարզապես մենակ չլինելը։ Հայորդի համալիր աջակցության կենտրոնում օգնում են ոչ թե մոռանալ ցավը, այլ ապրել դրա հետ չկոտրվելով։ Հայորդի մասին Լուսիան միշտ յուրահատուկ սիրով է խոսում, նրա ամեն կենտրոն հաճախելը եւ տուն գնալը առանց ծաղիկների երբեք չի լինում, նա փոքր ժամանակից միշտ իր հայրիկներ իրեն ծաղիկներ նվիրում, այստեղ էլ մեր այդ հայրիկի բացը փորձում են լրացնել եւ ամեն շաբաթ պարտադիր ծաղիկներով Լուսիային ճանապարհում են, ինքն էլ միշտ ուրախ վերադառնում է, պատմում առօրյայից, իրենց խաղերից, լողի պարապմունքներից։ Հայորդի համալիր աջակցության կենտրոնը 2 տարեկան է։ Այս ընթացքում ավելի քան 70 երեխա պատերազմներում զոհված հայորդիների զավակներ ստացել են համալիր աջակցություն։ Այստեղ ուշադրության կենտրոնում է ամեն ինչ՝ վախը, ցավը, լռությունը։ Հոգեբանի անհատական աջակցություն, խմբային թերապիաներ, լողի վերականգնողական դասընթացներ եւ ամենակարևորը՝ մարդիկ, որոնք փորձում են լրացնել այն դատարկությունը, որը բառերով չի լցվում։ Երբևիցե չեմ հարցրել, բա ինչ ես կերել, որտեղ ես գնացել, ինչ ես արել, որովհետև գիտեմ սրտացավ եւ մարդամոտ մոտեցումը ապահոված է հայորդիում։ Երեխաները այստեղ ստանում են համալիր աջակցություն, այսինքն եւ մեր կենտրոնում են տարբեր դասընթացների մասնակցում եւ հաճախում են հիպոթերապիայի, հիդրոթերապիայի, հոգեբանի հետ անհատական աշխատանք են իրականացնում, այսինքն մենք երեխաներին 2-3 տարեկանից վերցնում ենք մեր խնամքի տակ եւ հենց այդ տարիքից սկսած մենք փորձում ենք աշխատել բոլոր այն վախերի, խնդիրների, տրավմաների ու դժվարությունների հետ, որոնք որ իրենք բախվում են պատերազմի եւ հոր կորստի հետևանքով։ Կենտրոնի գաղափարը ծնվել է դեռ Արցախում, Կարմիր շուկայում 2021 թվականին։ Այսօր կենտրոնը այն եզակի վայրերից է, որտեղ երեխաները ստանում են ամբողջական աջակցություն, ամենապարզ կարիքներից մինչև հոգեբանական վերականգնում։ Իմ երեխան ամենաառաջինը, որ շատ կարևոր է, շատ հաճույքով է գալիս կենտրոն, այն որ համարյա թե ոչ մի բան հաճույքով հիմա երեխեքը չեն անում, բայց կենտրոնը մեծ հաճույքով գալիս է։ Կիրակի օրերի խմբում է հիմա, գնում են լողի, ինձ թվում է լողի դրական կողմերի մասին գիտեն բոլորը։ Վախերը հաղթահարելու ճանապարհներից մեկն էլ ջուրն է։ Շաբաթը մեկ անգամ լողավազանում երեխաները սովորում են վստահել։ Հիմնականում երեխաների հետ անցնում ենք ակվաթերապիա, երեխաների մեծ մասը ունեն վախի զգացողություն, փորձում ենք հաղթահարել վախը եւ ինչպես նաեւ սովորել լողալ ճիշտ տեխնիկաներով։ Շատ ենք նկարում դրական դինամիկա, հիմնականում զգում ենք երեխաները մեծ մասը գալիս են լացելով, դժվարությամբ, հաղթահարում ենք այդ ամեն ինչը եւ ներկայապային համոզվում ենք ժպիտով գալիս են, մարզվում են, ուրախանում են։
2-ից 4 ամիս 36 դաս եւ մի փոքրիկ, բայց վստահ քայլ։ 5 տարեկան Լևոնը արդեն հաղթահարել է իր վախերից մեկը։ Ես գալիս եմ լողի, լողանում եմ, թռնում եմ ջուրը և լիքը լողանում եմ ու շատ եմ լողանում։ Այստեղ լիքը ընկերներ ունեմ ու ես իրենց սիրում եմ։ Զոհված հայորդիների երեխաները հայորդի համալիր աջակցության կենտրոն հաճախում են 2 տարեկանից։ Յուրաքանչյուր երեխա ունենում է հատուկ իր համար կազմված ծրագիրը, իր ճանապարհը, իր հաղթանակը։ Այս տարիների ընթացքում մենք արդեն 1 սերունդ ճանապարհել ենք ավելի կայուն կյանք, այն երեխաներ, ովքեր որ ավարտել են հայորդի համալիր աջակցության կենտրոնի հաջողության լավագույն օրինակներն են, որովհետև այդ երեխաներից շատերը, երբ որ սկսել են հաճախել կենտրոն, չեն խոսել, ունեցել են մի շարք շատ անհասկանալի ու շատ դժվար վախեր, բայց կենտրոնի հաճախելու թերապիաների ու նվիրված ու կայուն աշխատանքի շնորհիվ մեր թիմը կարողացել է այդ երեխաների մոտ առաջացած բոլոր խնդիրներն ու վախերը հաղթահարել։ Այստեղ հաղթանակը թվերով չեն չափում, այստեղ հաղթանակը չափվում է ժպիտներով։ Կենտրոնը, սակայն, դեռ շատ խնդիրներ ունի։ Ցավոք սրտի մեր միջոցները չեն բավարարում, որպեսզի բոլոր այն երեխաները, ովքեր որ իսկապես ունեն դրա կարիքը, հաճախեն կենտրոն, որովհետև այս պահին ունենք հերթագրված շատ ու շատ երեխաներ, ովքեր որ ցավոք սրտի տարածքի փոքրության, ֆինանսական մի շարք խնդիրների պատճառով չեն կարողանում հաճախել կենտրոն։ Հայորդին հիմա ավելի մեծ տարածք ունենալու ջանքեր է գործադրում, որ զոհված հայորդիների բոլոր երեխաները ունենան հույսի իրենց տեղը։ Ես հայորդի շատ եմ սիրում, էլի եմ գալու։ Ես հայորդի շատ եմ սիրում, ինքներ իջաս սիրում։ Դավիթը, Լիդան էլ մենակ չեն։ Նրանք հաղթել են, որովհետև նրանք նորից ժպտում են։